Կուկու, բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչպես եք։ Հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Այսօր որոշեցի կամերան շուրջ տալ դեպի այս կողմի վրա, համ ես ինքս ինձ եմ տեսնում, համ էլ մոտիկացրել եմ, չգիտեմ, մի հատ փորձարկություններ եմ կատարում, հետո արդեն կտեսնեմ, ուրեմն այսօր քանի որ գիտեք մեր տանը հյուրեր ունենք, եղբայրս, քույրս, ան է, ես ինչ անում եմ, ես մտածում եմ ինչ անեմ, որպեսզի այսօր ես կպատրաստեմ փոքրիկ երշիկներ, քանի ոք ենք 4, քանի ա 4 Voilà, եւ ես կպատրաստեմ, մտածում եմ պատկի անեմ, իսկ եթե սա էլ պատրաստեմ ժողովուրդ չգիտեմ, իվարկյան, ուրեմն գիտեք ինչ կանեմ, ես կհանեմ սա, երշիկ եւ Գիտեք ինչ, եկեք բոլորը դնեմ ես սենց թող հետ կա, երեկոյեմ նկատում եմ խաչապուրի եմ ուզում անել ժողովուրդ, բայց խաչապուրին ուզում եմ պատրաստել նաև մսով, խաչապուրի մսով, պատկերեք խաչապուրին արդեն նշանակում է պանիր, հաց ու պանիր, ինձ թվում է սենց ավելի մոտիկ է երևում, որ մեր տողնիկի հետ կա, ժամում մեր մոտ 10 առավոտյան, մամային տարաբժիշկին կա, ամեն ինչ նորմալ է փառքաստու, կարդիոլոգի մոտ, պեչենեշկաներս են ավարտվեցի, ես նորից այսօր խմորեղ եմ պատրաստեմ, տեսնեմ ժողովուրդը ինչ է ցանկանում և կաշխատեմ մոտիկից ցույց տամ։ Ուրեմն շատերը խաչապուրիները սարքում են ուղղակի պանրով և մեջը սոդա են դսում և այլն, եթե չեմ սխալում, իրենս սես եմ պատրաստում, ես չեմ սիրում, ձվի սպիտակուց և այլն, Անենց քամիա երեխեք մեր մոտ, այս կուրկան հակա, բայց իրոքա մեջքս ներողեղի կապել եմ, եկեք գիտեք ինչ խաչապուրիներ դնեմ, այս աղացած միսներ դնեմ, թող լավ հետ կա, ինչքան հետ եկավ, ժողովուրդ ջան, Ձերանայիթը մի քիչ սպրտնած է առավոտքանով խտի, ուրեմն պատկերացրեք մոռացել էի, որ մենք այսօր ամրագրել ենք ժամում 8:30, մեկ էլ 8:15 պակաս, մաման դուրը բացեց, Անահիտ քնած ես, կհավատակ երեխեք պատկերացրեք, որ Ռուզաննան այնքան են ծիծաղացել, ես Ռուզաննան ասեց սալտատա, լեգիոներ, ժամը 8:15 պակաս մաման զարթնացեց, ես 8:10 պակաս, ատամները լվացված, ես ամբողջությամբ հագնված, սուրճը խմած, մի հատ է կրուասան կերած, կանգնած, ասեցի 8:05 պակաս, գորացի սաթիկ, այսուր ես չկաս, ասում եմ, վայ, պատրաստ ես, մամաչկա ասեց, դեր մաստերը բայիցը, սաթիկ ջան, հիմա ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան, ես եկա, հիմա մի հատ սեղանը դնեմ, Ես ժամը 10-ին տուն եմ մտել ու վասկի մեջ առավոտվանից, ինչպես տեսակ շորտի մեջ, են մյուսներ պանրով մսով, պանրով և մսով, աղցանը, աղցակի սրատի,
բարի ախորժակ Ռուս ջան։ Երեխեք ջան, հեսա եղավ կարտոֆիլը սեպով, սխտորով եւ ամեն ինչով։ Ջան սաղություն։ Դե ձեզ բարի ախորժակ։ Մերսի շատ։ Մի հատ եկեք Գրիգորի ծնունդը շնորհավորենք։ Առ Ռուզան ջան, մի հատ։ Երեխեք ջան, այսօր մեր օիմբազ Գրիգորի ծնունդն է 8 տարեկան։ Դե գինիով ենք շնորհավորում։ Շնորհավոր քերի տատիկ։ Շնորհավոր թող բոլոր երեխեք առողջ լինեն, երջանիկ լինեն։ Վալա։ Լիարժեք ընտանիքում մեծանան, թող Աստված բոլորին, բոլոր երեխեքին առողջություն, հաջողություն եւ երջանկություն տա։ Եղավ ցավը տանում։ Բարի լույս սիրելիներս։ Ինչպես եք։ Ինչպես տեսնում եք մեր մոտ առավոտ կամ գիշեր մութ, կիսամութ, կիսալույս, ժամը մեր մոտ 7:07 րոպե է։ Առավոտյան 7:07 րոպե է։ Չնշեցի էլի որ ժամին։ Հիմա կասեք Անահիտը մահճակալից ընկել ես, դու բա ինչ եմ արել այդ ցավները տանեմ։ Ես ու առավոտը ու Այնօր իմ մայրամիկը մեսաժ է ուղարկել, ծիծաղալա ծիծաղում, ասում է իրոք որ դու առավոտվա մարդ չես։ Ուրեմն շատ կարևոր էր, որ պիտի ես 7:00-ից տեղ գտնեի այդ բժշկի մոտ, որովհետև փոքրիկ հետազոտություն էինք արեցին մամայի սրտի համար, ապա փոքրի բան էին դրել այդ ապարատի նման, որպեսզի ամբողջ գիշեր իր սրտի աշխատանքը տեսնեին ամբողջ օրը։ Հիմա առավոտ կանող ես տանում եմ ապարատը տամ, այդ գնոշն ասեցի չեր լինի, մի քիչ ուշ բերեի, նո, պիտի շուտ բերեք, բան, ասեցի, չո էտա տակո է, առավոտ կանողով ա տեսել, մարդիկ դաժը գորդիչ է գրում է ժամին, Սերժը մի ծիծաղալա ծիծաղում, չնայած բուջիլնիկ է դրել, բայց եկավ ան վեր կաց 7:00, Սերժը որ զարթնացնում ա, ոնց որ պապաս լինի, նենց հանգիստ ա զարթնացնում, ան ոնց վեր կաց Քանի որ շատ եք սիրում մեր բնությունը, այսպես, ու այս կողմից արդեն մառախուղը սկսվեց, այսինքն նշանակում է, որ այսօր հաղորդել են բան, այդ արև մեր մոտ, և այսօր աճաշից հետո գնամ գերեզմաններ, ծաղիկները տանեմ, գնամ մի քիչ համակրտեմ, Եվ ձեր Անահիտը չկան, ես ասել եմ, չէ, որ ես առավոտվա մարդ չեմ, բայց դե ինչ արած, մի քիչ ճմրթված։ Ինչ մառախուղ այս կողմերը, ընդհանրապես մառախուղ են վերևի մասնա լինում, ուլալալալալալալա, այ թե խիտ ա մառախուղը։ Մեր մոտ ժամը 7:24 րոպե առավոտյան, և ես գնում եմ մայրիկի այդ ապարատը հետ տամ, տանեմ տամ գամ, թե ինչի են իսկան առավոտ կանչում չեմ հասկանում։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը արթնացավ արդեն։ Հիմա նորից մյուս ռեստ եմ գնում, մեր գիտեք ասել է չէ, կաբել ա դնում Հակոբը, աղբերս, բանի հետ, մամայի կոնդիցիոներն ա դնում, սպասում եմ Ռուզաննային, Ռուզանի հետ դուրս գանք, վայ ժողովուրդ, ես ինչ վազքի մեջ եմ, ամեն ինչը պատրաստեցի, ճաշերը, ամեն ինչը, հա, հեսա գնում ենք արդեն, մեզ 25 մետր կաբել ա պակասում, մի հատ լզանգեմ պուեմպե, ասեմ թող պատրաստեն։ Գնացինք Ռոզալիա ջան։ Կան մատը նայեմ, հա, հեսա վերցրել։ Վերցրել ես, հա։ Այսօր փոխվել է կադրը, սիրելիներս, սատիկ տատիկի տեղը, Ռուզաննա քույրիկն է։ Ռուզան տատիկն է։ Ռուզան այսօր առավոտը այն ինչ վիճակ էր, որ խոսալուց դաժե ինձ ասեցի ժողովուրդ։ Բայց մի բան ասեմ, մենակ ճիշտն ասա։ Շուտ զարթնելը տեսնում ես ինչ լավ է, մեջքդ չի ցավում, գլուխդ չի ցավում։ Կապել եմ մեջքս։ No, քեզ դու լավ ես զգում, բոդրի ես ավել։ Ես բաներ խոսա, ես ու ամենակարևորը։ Ես sense եմ թե 8-ին զարթնա երեխեք ջան, որովհետև ուղեղից մեջ կար որ ինչի պատրաստ։ Քանի որ ես շատ շուտ եմ զարթնում։ Դրա համար մասը։ Ռուզանը դա չի աշխատում,
ինքը որ զարթում է, սկսվեցին։ բայց Ռուզան որ զարթում է, Ռուզան ջահել վախել է, այտենց։ Ոնց։ Այտենց որ բոդրի, հենց հելնում է բոդրի եւ գեղեցիկ։ Սիրելիներս մեր մոտ այսօր մի հրաշալի եղանակ է, հրաշալի չեմ կարող ասեմ հրաշալի, բայց լավն է, չէ՞, լավ եղանակը, տակ, ինչքան ես ձեզ առավոտյան ասեցի, չէ, եթե առավոտը 10 աստիճան էր, հենց մառախուղով եմ գնացել, այսինքն դեմ չէր երևում, վրաս ասեցի արևա, մետեորոլոգ եմ դարել։ Այսօր գնում ենք այդ կողքի քաղաքը, Ռուզանին ասել ջան, հետս արի, մենակ չլինեմ, կարող է սխալներ թույլ տա էլի։ Ռուզան էլ ինչպես միշտ չկա։ Չկա եւ չհաշվացել Ռուզանը մենակ չեմ լինի եւ Ռուզանի հետ։ Այդքան հեռու չենք գնում, այս կողքի քաղաքն է հեռու, դուք ես Ռուզան մի հատ հաց առնելու, մի հատ խմորեղեն առնելու համար 15 կիլոմետր, դե ինչ արա, սելավի կյանքն է։ Մարդը ամեն ինչին հարմարում է, ամեն պայմաններին, գիտես ինչ, ես մի բան ասեմ, դա էս բոլորին եմ ասում, ուզում ես հեռու ապրի, ուզում ես մոտիկ ապրի, ամենակարևորը քո համար այս կյանքում այդ 4 պատն է, դա քո աշխարհն է, ամենակարևորն այդ 4 պատի մեջ դու քեզ երջանիկ զգաս, հոգիդ ու միտքդ հանգիստ լինեն, խաղաղ լինեն, դա ես բոլորին եմ ասում։ Հա, դե լավ է, որ ասենք ապրում ես միտեղ, որտեղ նաև լրացուցիչ ավելի հարմարավետություններ կան, բայց առաջնահերթը դա է ինձ համար։ Այո, շատ ճիշտ ես։ Երբ որ տան ամբիանսը լավն է, այո, հանգիստ, բա գլուխը դնում ես բարձր։ Այո, այո։ Առանց խնդրեմ կյանք չկա, դա միանշանակ, բոլորն էլ ունեն իրանց հոգսերը, իրանց խնդիրները, բայց երբ որ ընդհանուր մթնոլորտն է ճնշված, մթնոլորտն է գաղջ, սև, դա ահավոր է։ Այո, շատ ճիշտ ես։ Այո, դե դա նես բանա, որ բոլորի կյանքում էլ գոնե մի բան լինում է, տես մի բան, դա նորություն չի էլի։ Երեխեք ջան, ես ձեզ ուրեմն ամբողջ գիշեր Ռուզանին հետ էի պատմում, անդադ ուղեղս ինչ որ մի բան էր, տագնապ, այ մարդ զարթնել եմ ասում, ինչ ա եղել, ամեն ինչ նորմալ է, քնել ես։ Երեկոյան քնելուց առաջ նորություններ նայեցի YouTube-ով, այդ մեր այդ երեխայի Տիգրանի 3 տարեկան, որ կորել է, աղոթում եմ, գիշերն աղոթում եմ, Տեր Աստված, գտնեք այդ երեխային, այնքան էլ ողջ եւ առողջ, ողջ եւ առողջ ամենակարևորը եւ բոլորը աղոթեք այդ երեխայի համար, ծնողները խեղճ, ահավոր։ Ես չեմ ուզում ոչինչ բանի մասին խոսեմ, գիտեք, որ իմ կոնտենտները լրիվ ուրիշ կոնտենտներ են, ես ոչինչ բանի մեջ չեմ խառնվում, բայց հոգիս ցավում է եւ երեք լավ էր չտեսնեի գիշերը քնելուց առաջ այդ դրանց տունը, դրանց ապրելակերպը, դա իմ վրա եւ կհավատաք, չգիտեմ, չեմ ուզում լավ խորանամ, համենայն դեպս եկեք աղոթենք այդ երեխայի համար Տիգրանի, որ ողջ եւ առողջ ինչպես Ռուզանան ասեց գտնվի եւ դժբախտություններ չլինեն։ Այդ է Ռուզա ջան, առողջ լինեք ամենակարևորը եւ անփորձանք։ Ձեր երեխաներն ես ուշ եղեք։ Այո, ուշադիր եղեք, շատ։ Հայաստանում այդպես բան գոյություն չուներ։ Ստեղ արենք կար։ Այո։ Կար։ Ու ես անընդհատ ասում եմ, ինչ լավ է, մեր երկրում չկա այդպես բան։ Մեր երկրում երեխեքը հանգիստ են, ազատ են։ Իրանց բակում խաղում են, Դե հիմա էլ այդպես ասենք, բայց դե այն ժամանակ էր, էլի մեր ծնողները մեզ միշտ ասում են, զուշ կլինեք, հանկարծ ձեզ կոնֆետ կտան չվերցնեք, այսինքն այդ վտանգը միշտ էլ մարդկանց մտքի մեջ եղել է, բայց sense վրա Ժողովուրդ ջան, մի բան պետք է ասեմ, քանի որ առիթից օգտվում եմ Ռուզաննան կողքս նստած է, Ռուզաննա ջան, մի հատ ընկերուհուդ բարևներ ուղարկի, անընդհատ հարցում է Ռուզաննս ոնց է։ Բայց որ ընկերուհիներ շատ կան։ Վերջերս որ ում ստեսություն ասեցին, ով են, ովքեր են եկել մեզ ստեսություն ասելու։ Քո լավ, սիրելի Լիանա։ Պրիվետ Լիան ջան։ Լիան ջան, պրիվետ։ Գիտեմ որ նայում ես։ Գիտեմ որ նայում ես, ես քեզ շատ սիրում եմ, դու եզակի մարդկանցից մեկն ես, որը մտել է իմ հոգու մեջ։ Այո։ Այդ դռները այդքան շուշուտ չի բացվում, էլի քո համար բացվել է։ Այդքան բան չի, առատաձեռն չէ։ Ես շատ մարդկանց սիրում եմ, ես մարդասեր եմ։ Ինձ համար վատ մարդիկ կան, սենց էլի ճակերտավոր, բայց ես ում հետ շփվում եմ, ես իրանց սիրում եմ, բայց հոգուս դռները ամեն մեկի մոտ չի որ կարամ բացեմ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես միշտ մի թեմայի շուրջն եմ ուզում խոսել, բայց մենակով իցակ չէր բանանում, քանի որ իմ քույրերս բոլորը տեղյակ են եւ Ռուզան օրինակ ինչ ես կարծում այդ անինքնասեր անձնավորությանը, որ ես արդեն երկրորդ անգամ ջնջում եմ ինքը նորից ուրիշ անունով գալիս է նույն թեման ինքը
խփում է, որովհետև դու տեսել ես։ Այն որ ասել է մամայի։ Հա, մամայի համար։ Դե ընդհանրապես այդ կարգի մարդկանց վրա ուշադրություն անգամ դարձնել չի կարելի։ Երկրորդ անգամ մտնում, երրորդ անգամ ընդամենը մի հատ մատի շարժումով դու իրան վերացնում ես։ Բայց եթե այդ թեման ինքը գրում է, իրան շատ հետաքրքրում է, ասում է, ինչ էր ասել, ասում է, մամայի թույլը զալը։ Հետո մամայի դու այդպես չես սիրում, ոնց որ այն բլոգերը, ինքը քո հետ հաշվի էտա քո մեր սիրելը, տես այն տղեն ինչ ասում, մամջան անդա։ Ուրեմն իմ մաման արդեն 90 տարեկան է։ Ինքը մեր թագուհին է։ Ինքը նախ ասեմ, ինքը մարդ է, որը չի սիրում, որ իրան թելադրում են։ Ինքը սիրում է անել այն, ինչը ինքը ճիշտ է գտնում իր համար։ Մենք ոչ թե կուրորեն, սենց բանով ասում ենք, հա, մամջան, չէ, մենք մեծարում ենք իր խոսքը, բայց եթե ինչ-որ բան պետք է, որ մենք ասենք, չէ, գիտես ինչ, մամջան, սա սենց է, մենք իր հետ շատ մեղմ ենք խոսում, որպեսզի չվիրավորենք իրան։ Ինչ վերաբերվում է, սկզբից ինքը նշել էր, որ մամա ձեր հետ հաշ չի ուտում։ Իմ ամուսնուս է։ Քոյու ամուսնուց է։ Բազմիցս Անահիտն էլ ասել, ես էլ եմ ասում, նախ, մամաս ուշ է զարթնում, ժամը 9:30-10-ի կողմերը։ Ինքը ուշ է քնում, ուշ զարթնում է։ Անահիտի ամուսինը շատ 5-ին 6-ին արթնանում, ու այս ֆրանսիացիների մոտ սովորություն կա, իրանք ժամով են ուտում։ Տես մենք երբեմն ես ինքս զարմանում եմ, ասում եմ մենք ուտում ենք ստամոքսով, այս մարդիկ ուտում են ժամով, միգուցե եւ դա ճիշտ է։ Իրանց մոտ ժամը 12-ին պետք է արդեն իրանք ճաշ տանեն։ Ուրեմն բնականաբար սա արդարացում չի։ Ուղղակի ես ասում եմ այն ինչ որ կա, 2 ժամ հետո իր նախաճաշից հետո այդ մարդը չի կարող գա նստի սեղանի շուրջ վախեցած, որ գիտես ինչ հանկարծ որ վախենա էլի վայ չէ ժամն է գնամ տեմ ինքը ազատ մարդ է։ Այդ դնենք մի կողմ այդ տեխնիկական մասը եւ ամենակարևոր մասը, որպեսզի ինքը չկորցնի իր եսը, չկորցնի իր անհատականությունը, մենք բոլորով եկել ենք այն եզրակացության, որ ինքը պետքա պատրաստի ճաշ, այն ճաշը, որը ինքը սիրում է, այդ ճաշը ինքը զարթնում է, իր ասենք առավոտյան իր պրոցեդուրաներն ընդունելուց նախաճաշից հետո, ոնց որ միշտ արել է ինքը ամբողջ կյանքում, ինքը մտածում է այդ օրը մի հետաքրքիր բան պատրաստեմ։ Ու այս ձևով ինքը իրան լավ ազգում։ Ու ինքը միշտ ասում է, թույլ տվեք, որպեսզի ես ապրեմ։ Թույլ տվեք, որպեսզի ես ինձ զգամ կենդանի։ Ու քանի որ արդեն ես էլ քչից շատից արդեն տարիքս առած կին եմ, այ հիմա ես իրան լավ եմ հասկանում։ Ես նույնպես։ Ես իմ երեխաներին անչափ շատ եմ սիրում։ Իրանք ինձ են անչափ շատ սիրում, բայց ես իրանց մի անգամ եմ ասել, թույլ տվեք, որ ես ապրեմ ինձ համար։ Թույլ տվեք, որ ես որոշեմ, թե ես ինչ եմ ուզում, հանկարծ իմ փոխարեն։ Դուք կարող եք ինձ խորհուրդ տալ, կարող եք ինձ օգնել, բայց իմ փոխարեն որոշումներ կայացնելուց հետո իմ կարծիքով ես կկորցնեմ իմ եսը։ Իսկ մարդու համար ամենակարևորը, որ ինքն ամբողջ կյանքում ապրի նորմալ գիտակից կյանքով, ես դա իմ բարի խորհուրդը բոլորին, չկորցնեք ձեր եսը, չկորցնեք ձեր անհատականությունը, ձերը։ Այդ ասողին էլ է վերաբերվում։ Այդ դա վերաբերվում է նաև այդ ասողին։ Այդ ասողը, ես չգիտեմ ինքը այդ կարգի մարդ է, այդ մտածելու տեր մարդ է։ Այդպիսի մարդկանցից ուղղակի պետքա երես թեքել, ուղղակի պետքա իրանց չեզոքացնել, բայց վերցնել ու դա ես այս բաները սրտիս մոտ չեմ ընդունում, որովհետև ես ինքս գիտեմ ինչա իրականում կատարվում։ Աստված իր հետ։ Ամենայն դեպս սիրելիներս ուզում եմ մի քիչ ես էլ ավելացնեմ, ասեմ ձեզ ամենակարևորը վերջաբանը մեր խոսակցության, իմ մայրս թագուհի է, իր թագավորությունը, իմ մայրս 90 տարեկան կին է, բայց իմ մայրս մենք դեռ մորս խոսքը լսում ենք եւ այդ խոսքը իրոք նշանակություն ունի մեր համար եւ գիտեք ինչ էկրանից էս կողմ էկրանից հետո եթե դուք շատ խորը նայեք եւ շատ ոնց ասեմ նկատող լինեք
դուք արդեն կարող եք հասկանալ լավը, վատը, կեղծիքը, դերասանությունը, արդյոք այդտեղ ամեն ինչը եւ մի բան էլ ասեմ, եթե հանկարծակի դուք կցանկանաք նորից մտնել իմ ալիք, իմացած եղեք, որ դուք նորից ջնջվելու եք անմիջապես եւ անունդ էլ կարիք չունես փոխելու, որովհետեւ արդեն ոչից երևում է, որ դու ես։ Ոչից երևում է, որ դու ես էլի։ Անահիտի մոտ ես դա չեմ ասում նրա համար, որ ինքը իմ քույրն է։ Ինքը անկեղծ է, ինքը պարզ է, ինքը շիտակ է, ինքը չի խաղում։ Կան մարդիկ, որոնք խաղում են։ Իրանք ցույց են տալիս մի բան, որը իրանք տենց չեն ապրում ու դա երևում է։ Դա 1, 2, 3 երևում է։ Նենց որ թող ամեն մարդ մնա իր տեսակետի, իր կոնտենտի, սենց ասած, մեջ, այո, եւ ընդհանրապես մի բան էլ ասեմ, տիկին, դուք համեմատեք ձեզ ուրիշների հետ, ուրիշներին մի համեմատեք, որովհետեւ ես բոլորիդ ասել եմ եւ բոլորդ էլ գիտեք, ես շատ բարի մարդ եմ, բայց տակայրուն եմ նաեւ եւ ուժեղ ղոնոմե ճանաչված պատիսղի կա, մեզ այստեղից, այո, տորտ պետք է գնեմ Եվ հետո գնանք միասին իջնենք պարկերնակը Ես վերցեցիր էտ ամեն ինչը Հա, վերցիր Ժողովուրդ ջան, եկել ենք պետք քաղաքը, այս մեր խանութից գնեցինք ինչ որ պետք է Լավա Ռուզանան հետս էր, ես գիտեք, շինարարական տենց բաներից ապրանքներից բաղապար չունե բայց ասենք աշխատանք դեկորատիվ եւ այլն, դեկորացիա ներկել եւ այլն, դրանից լավ է, ուժեղ է։ Դե ամեն մարդ ունի տաղանդը, թող դա էլ իմը լինի, ոչ գյուղատնտեսությունից գաղափար ունեմ, ոչ գաղափար ունեմ շինարարությունից, ինձ ասում են գնա գնի սա, ես գնում եմ, բայց օրինակ իմ քույրերը Այդան Ռուզան, դե Ռուզանը արխիտեկտոր է եղել, ինքը բան է, պլաններ է գծել, իրանք արդեն ունեն այդ բանը, էլի, ինչ են ասում, այդ նյութը Իսկ Այդանը դե բնականաբար պոլիտեխնիկ ավարտած, ինքն էլ է շատ ուժեղ սուր, մենակ ես ու Սուսանը այդքան սենց բաներից գաղափար չունեմ։ Դե լավ, ժողովուրդ ջան, գնացինք, համբուրում եմ ձեզ եւ անցնենք արդեն խոհանոց, դրսից խոհանոց։ Եկեք այս հրաշալի աշտանային տեսարանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ամենակարևորը եղեք առողջ եւ սիրելիներս չմոռանաք լայքերը, չմոռանաք կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի մեր թիմը ավելի հզորանա եւ մենք լինենք ուժեղ եւ լինենք միասին։ Դե ինչ սիրելիներս, ձեզ ցանկանում եմ առողջություն, ձեզ ցանկանում եմ երջանկություն, ձեզ ցանկանում եմ սեր, համբերություն։ Սիրում եմ ձեզ շատ Եվ ինչպես միշտ ասում, պակա, պակա։